Շնորհակալություն, ողջունում եմ հարգելի գործընկերներ, շնորհակալ եմ պարոն Ղազարյանին նման նախաձեռնության համար, վստահ եմ, որ յուրաքանչյուր հարթակ, որտեղ քննարկվում է սպորտի առաջընթացի հետ կապված հարցեր, ողջունելի է եւ վստահ եմ, որ ինչ որ չափով նաեւ իր նպատակին հասնելու է, դեպքան կարևոր մարդ հավաքվել է այստեղ, վստահ եմ, որ ինչ որ արդյունք պետք է լինի։ Խոսելով համասարանական սպորտի մասին, պետք է ասեմ, որ շատ զարգացած երկրներում սպորտաձևերի ստեղծման, սպորտի զարգացման առհասարակ հիմքում հենց համասարանական միջավայրն է կանգնած եղել եւ շատ երկրներում նույնիսկ հիմա այն հարցերը, որոնք մենք ստեղ բարձրացնում ենք, իրենց մոտ այդ հարցերը չի առաջանում, որտեղ ավանդույթներով եկած հնից դեպի նոր այդ հարցերը, որոնք դարձել են սովորական ու պետական ինստիտուցիոնալ մակարդակում, գիտակցության մակարդակում մարդկանց մեջ լուծվում եւ անցնում գնում են։ Մեր մոտ, մեր հասարակությունում եւ նաեւ ինչու՞ չէ պետական համակարգում, նաեւ մեր գիտակցության մեջ մի քիչ ուրիշ ձև է, որ մենք պետք է մարդկանց համոզենք, կառավարությանը համոզենք, մենք մեզ համոզենք, որ ինչ-որ լավ բան անենք, ճիշտ բան անենք եւ խնդիրը հենց կարծում եմ մտերից է, պետք է դա դառնա ավանդույթ եւ անկախ նրանից կառավարություն կփոխվի, անձեր կփոխվեն, գործընթացը շարունակվի եւ խոսեցինք այստեղ սկսած նախադպրոցական մակարդակից կրթության միջև բուհական, նաեւ դրանից հետո հետ բուհական, շարունակական կրթություն եւ նաեւ խոսեցինք ՊԱՊ համալիրի մասին, անկեղծ պետք է լինեմ, ուրիշ ձև էի կազմել իմ խոսքը Ղազարյանի ասելուց հետո, բայց ուզում եմ շատ արագ անդրադարձ անեմ, որից հետո կշարունակեմ նաեւ բուն համասարանական սպորտի վերաբերյալ հարցերը։ Հայաստանում սպորտը եւ հիմա մանավանդ վերջին շրջանում ընդունվել է օրենք, այս բուժ ապահովության, այսինքն այն մեծ մասը, թոշակային տարիքի բոլորը մարդիկ արդեն մտել են ապահովության, այդ համակարգի մեջ 65+, եւ մնացած ովքեր 200,000 եւ ավելի գումար են աշխատում, դրանք արդեն նույնպես մտնում են այդ համակարգի մեջ սեփական հաշվին։ Եվ երբ որ միջազգային գործընկերների հետ մենք խոսում ենք տարբեր երկրներում, նրանց մոտ ֆիզիկական դաստիարակությամբ ցանկությամբ զբաղվելու հիմնական նպատակը մասսայական տեսանկյունից պետության վրայից առողջապահական բեռի թուլացումն է։ Եվ որովհետև ազգաբնակչությունը առողջ է լինում, խնդիրներ չի լինում, կանխարգելվում է եւ արդյունքում պետությունը ավելի քիչ գումար է ծախսում առողջապահության խնդիրների վրա։ Այդ մի հարցով շատ կարևոր է եւ մեր առաջարկների մեջ հետագայում պարոն Ղազարյան կարող եք այս կետը ընդգրկել, որտեղ թարմ կետ է կարելի ասել։ Մյուս հարցը ոնց անենք, որ մասսայականությունը ապահովի եւ արդյունավետություն լինի։ Ես ինքս հանդիսանում եմ, քանի որ աշխատանքի բերումով աշխատել եմ նման հաստատություններում, թե նախադպրոցական, թե հանրակրթական, թե բուհական տարբեր ֆիզիկական դաստիարակության կրթական ծրագրերի եւ չափորոշիչների հեղինակ եւ համահեղինակ։ Եվ այն ծրագրի չափորոշիչների եւ օրենսդրական տարբեր ստանդարտների մեջ գրված մինիմալ չափանիշները ապահովելու պարագայում մենք կունենանք իրոք մասսայական սպորտ Հայաստանում, որովհետեւ դա արդեն զետեղված է մեր կրթական հաստատությունների գործունեության ծրագրերում։ Նախադպրոցական համակարգում պարտադիր է ֆիզիկական խմբակների, ֆիզիկական դաստիարակության խմբակների առկայությունը, եթե չեմ սխալվում, հաստատակցում է պարտադիր է հրահանգիչ ունենալը եւ ծրագրի մեջ է լողը անբաժան մաս է։ Նույնը վերաբերում է դպրոցական ծրագրին։ Սկսած տարրական դպրոցից միջնակարգ դպրոց, հետո ավագ դպրոց, բոլոր տեղերում ծրագրում կարմիր գծով անցկացված է պարտադիր բառը։ Պարտադիր պետք է շաբաթական 2-3 անգամ լինեն, պետք է խմբակներ լինեն, պետք է ֆիզկուլ դադարներ լինեն, այսինքն արտադրասանական միջոցառումներ լինեն, 9-րդ դասարանում, 10-րդ դասարանում քննություններ լինի եւ դրանք բոլորը պարտադիր են։ Նույնը բուհերում, նույնպես պարտադիր քոլեջներում, պարտադիր այդ բառը բոլոր տեղերում ընդգծված է։ Այլ հարց է առաջանում, թե տվյալ հաստատությունների ղեկավարները անմիջական, չեմ ասում ֆիզդաստիարակության հրահանգիչը, ուսուցիչը, դասախոսը, այլ կոնկրետ ֆիզդաստիարակության վերաբերմունք ունեցող մոտեցումով տնօրենը, ուսմասմարը, ինչքանով է նա ուշադրություն դարձնում գործընթացի կազմակերպմանը։ Եթե տնօրենը ուշադրություն չի դարձնում, դրանից գալիս է տվյալ մասնագետի անտարբերություն, այսինքն շղթայական բուրգաձև գնում է մինչև նախարարություն։ Եվ պետք է վերևից նայել։ Եթե նախարարը, փոխնախարարը, վարչության պետը
կոնկրետ ուշադրությանը մատնում մասսայական սպորտի ոչ թե միջոցառումները, որտեղ միջոցառումներով մասսայական սպորտ չեն զարգացնում։ Դա կեղծ ձևաչափ է։ Իրականում բովանդակությունը պետք է լինի տեղում ամենօրյա աշխատանքով։ Թե ոնց են ապահովում։ Եթե մեկ լսում ենք ինչ-որ արտահայտություններ 50,000 հոգի տարվա ընթացքում մասնակցել է տարբեր մասսայական միջոցառումների։ Մի անգամ եկել է, մի օր մասնակցել, գնացել հետո իր տուն, մի տարի էլի ոչ մի բան չի արել։ Եթե դպրոցներում, անկապարտեզներում, քոլեջներում, բուհերում ամենօրյա աշխատանք տարվեր, դա կարիքը չէր լինի։ Պապ համալիրի պարագայում ինքը շատ ողջունելի է ավելի ավագ, հետբուական եւ շարունակական կրթության պարագայում, երբ որ ավելի ավագները զբաղվում են, որովհետեւ մնացած բոլոր տարիքային խմբերը գրեթե 50,000, 80,000 անկապարտեզներում, 100,000-ից ավել բուհերում, հա, մի քանի 100,000, մոտ 500,000-ի 600-ի հասնող դպրոցներում, հա, այդ տարիքային խմբերը զբաղվում են արդեն ֆիզկուլտուրայով, շաբաթական պարտավոր են զբաղվում 2-ից 3 անգամ։ Դա արդեն բավականին մեծ թիվ է։ Եվ եթե այս ուղղությամբ մենք առաջարկներ ներկայացնենք, որ պետք է խստացվի տնօրենների քննությունների ժամանակ, մանկապարտեզների եւ վարկանիշավորման ժամանակ, պայմանագիրը երկարացնելու եւ կնքելու ժամանակ նրանց մոտ նայեն, թե ինչ աշխատանք է տարբեր սպորտի մասսայականացման դրվածքի վերաբերյալ, դա լրիվ ուրիշ էֆեկտ կունենա։ Նման մոտեցում կա հիմա Ռուսաստանում։ Ռուսաստան բուհերի, ամենամեծ բուհերի, MBU-ի, մյուսի, ռեկտորի հետ պայմանագիր կնքելուց նայում են ռեկտորի վարկանիշին։ Վարկանիշի բավական մեծ բալ տալիս է նրա վերաբերմունքը ֆիզիկական դաստիարակության եւ սպորտին։ Եթե լավ չի արել գործը, եթե կիսատ է եղել, ծրագիրը չի իրականացնել, ընդհանուր միջև իր այդ պայմանագիր չեն կնքում։ Այս անցած դեկտեմբերին մասնակցել եմ Սանկտ Պետերբուրգում անցկացված այդ միջազգային կոնֆերանսին, որին մասնակցում էր ընդհանուր միջև սպորտի փոխնախարար, կրթության փոխնախարար, Ռուսաստանի հանդիպումներ եմ ունեցել տարբեր մարդկանց հետ եւ իրանք հենց այդ հարցը ինձ ամենաշատ ներդրում ոնց անենք որ բուհերում դրվածքը լավանա։ Առաջին պունկտով այդ ասեցին։ Ինչքան կարակ ճնշում եք ռեկտորին, ղեկավարին։ Կարեցակ ճնշեք, ուշադրություն դարձրեց, կստացվի։ Չէ, մոռացեք։ Դուք չեք կարող որպես անվանի վարիչ, ֆեդերացիայի նախագահ այդ հարցի լուծմանը չեք կարող։ Մեր պարագայում, եթե գլոբալ վերցնենք, մենք պետք է ճնշենք մեր կառավարիչներին։ Վատով չեմ ասում, այլ պետք է ինստիտուցիոնալ ձևաչափ լինի օրենքում, կառավարության որոշումներում, որ նախարարը, փոխնախարարը, հետո բուհի ռեկտոր կլինի, սպորտի տնօրեն կլինի, քաղաքապետարանի վարչության պետ կլինի, ով կլինի, իր աշխատանքի որակը նաև կապված է թե կոնկրետ իր հաստատությունում, իր ոլորտում ինքը ոնց է աշխատել ու կոնկրետ ցուցանիշներով։ Այդ պարագայում կլինի։ Եթե խոսենք համասարանական սպորտի մասին, ինքը շատ մեծ տարբերություն ունի այստեղ հնչեցված բոլոր ֆեդերացիաների, որտեղ ոլորտային ֆեդերացիա է, ուսանողական ֆեդերացիան, եւ մեր աշխատանքը մեծապես ոչ թե նախարարության հետ է, ես դա վաղուց եմ ասել, այլ բուհերի հետ։ Մեր շահառուն բուհն է, մեր շահառուն ուսանողն է եւ նաեւ մեր համակարգը նաեւ ինքնաֆինանսավորվող համակարգ կարող լինել, որտեղ ամբողջ աշխարհում գրեթե այդպես է։ Ուսանողական սպորտին ամբողջ աշխարհում պետությունը ֆինանսավորում է երկու պարագայում։ Միայն մասսայական միջոցառումների ազգային խաղերի անցկացման սուբսիդավորում շատ փոքր գումար, որտեղ մնացածը հավաքագրվում է բուհերից եւ մասնակիցներից եւ մյուս պարագայում երկիրը, երբ որ ներկայացնում ենք համաշխարհային ամենաբարձր մասշտաբի միջոցառումներում ներկայացուցչական, դա համաշխարհային ունիվերսիադաներն են, որոնք օլիմպիական խաղերից հետո երկրորդ ամենաներկայացուցչական կարելի ասել, այդպես է համարվում, դա իմ խոսքը չի, իմ ցանկությունը չի։ Երկրորդ միջոցառումն է, որին մասնակցում են շուրջ 180 երկրներ, որին ներկա են գտնվում երկրի ղեկավարներ բացման փակման արարողությունների ժամանակ, դա շատ կա, դրա համար է պետությունը ֆինանսավորում այս երկու պոզիցիայով։ Մնացած ամբողջ գործունեությունը դա բուհական համակարգի եւ ֆեդերացիայի միջև եղած կապն է եւ իհարկե հովանավորների։ Եվ այս պարագայում ինչ է պետք անել, մենք խոսենք պարոն Ղազարյան եւ դրա մասին եմ ուզում նշել, որովհետեւ դա կանոնական ֆեդերացիաներին էլ է հարում ակումբների, մարզական ակումբների ինստիտուտի կայացումն է։ Եթե մեր մոտ կարողացանք մենք Հայաստանում կայացնենք մարզական ակումբների, դա նշանակում է պետություն եւ մասնավոր սեկտոր համագործակցություն
տվյալ դեպքում բու մասնավոր սեկտոր պետություն, ֆեդերացիաների դեպքում ֆեդերացիա, ակումբ, այսինքն մասնավոր սեկտոր եւ պետություն համագործակցություն, այդ պարագայում կարող է եւ ստացվի եւ հավելյալ զարգացման պոտենցիալ ուղղություններ լինեն։ Այսինքն կոմերցիան սպորտի մեջ միանշանակ կարևոր է, իսկ կոմերցիոն գործունեությամբ զբաղվելու համար ֆեդերացիաները պետք է ունենան բջիջներ, իսկ այդ բջիջները ակումբներն են։ Իհարկե պետական մակարդակով դա սպորտ դպրոցն է, բայց սպորտ դպրոցը հիմնականում կոմերցիոն բնույթի պետական ֆինանսավորող հիմնարկներ են, իսկ ակումբները ֆեդերացիաներին կամ բուվերինքից իրանք կողնան կոմերցիոն բնույթ, գումար հավաքագրեն եւ իրականացնեն այս միջոցառումը։ Պետությունը դրան միանում է այն պարագայում, երբ որ պետությունը առաջարկում է իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք պետական շահից են բխում։ Դա կլինի մանկապատանեկան սպորտը, դա կլինի մասսայական սպորտը, դա կլինի պապ համալիրի նման միջոցառումների մասնակցությունը, իրականացումը, այսինքն այդ մակարդակում է պետությունն է սուբսիդավորում, ընդհանուր եվրոպական շատ երկրներ, ինչպիսիք են Հունգարիան, Սերբիան, Պորտուգալիան, շարժում են այս մեթոդով, հեռու չգնանք Վրաստանը եւ Ղազախստանը, իրենք էլ են, հենց Ռուսաստանը։ Մի ժամանակ ես զարմանում էի Ռուսաստանում ամենամեծ սպորտային կազմակերպություններից մեկն է, ոնց որ մեր մոտ Հայաստանն է, Դինամոն է, մյուսն է, ամենամեծ կազմակերպությունից մեկը Ռուսաստանի կոմունիստական կուսակցության KPRF-ի սպորտային ակումբն էր։ Ամենամեծը Ռուսաստանում, որ զբաղվում էր սպորտային մասսայական միջոցառումներով եւ ստանում էր մեծ գումարը, ստանում էր պետական ֆինանսավորում։ Ինչ էր անում։ Հիմա մեր մոտ հայտարարում են, չէ՞, տարաբնույթ մրցույթներ միջոցառումների կազմակերպման, ցավոք սրտի մեր մոտ հայտարարում են մրցույթներ միջոցառումների կազմակերպման, բայց չեն հայտարարում մրցույթներ իրականացման, մասսայական սպորտի կամ մանկապատանեկան սպորտի մարակունքների, մարզումների իրականացման։ Իսկ այնտեղ ուրիշ ձև է Ռուսաստանում եւ Վրաստանում եւ մյուս տեղերում առաջարկվում են կազմակերպել, օրինակ, ունես ակումբ, քո մոտ մարզվում է 1000 երիտասարդ, դու 1000 հոգու համար ապահովել ես գույք, մյուս պետությունը քեզ տալիս է այսքան գումար յուրաքանչյուրի համար, սուբսիդավորում է, քեզ աջակցում է։ Դու այդտեղ արդեն վարձն ես չասնում եւ մյուսը։ Դա ակումբային հենց սիստեմն է։ Եթե դա կարողանանք մեր մոտ մեր առաջարկների մեջ ընդգրկենք եւ բուհերում դա կաշխատի, եւ ֆեդերացիաներում դա կաշխատի եւ մնացած տեղերում։ Մասնավոր հատվածը ստեղ կարևոր է շատ։ Դե կոմերցիա, մասնավոր հատվածն էլ ակումբները եթե ունենում են լավ պրոդուկտ, տվյալ դեպքում տարբեր առաջնորդ պետք է ունենան, տան վաճառեն իրենց պրոդուկտը, որ կարողանան նաեւ պրոդուկտ ասելով, Պաղազյան, ես հասկանում եմ ակումբի թիմը, եթե ունի պրոֆեսիոնալ թիմ կամ լավ մարզիկ եւ մասնակցում է տարբեր միջազգային եւ տեղական հանրապետական միջոցառումների, հովանավորը շահգրգռված տվյալ թիմին հովանավորելով իրեն գովազդի։ Այդ հարցով էլ ես կարդացի օրակարգում մեր Արտուրը պետք է ելույթ ունենար, որ շատ կարևոր թեմա է։ Հույսով եմ, բայց այդ հարկային արտոնությունների ինստիտուտն էլ կկայանա եւ այս իմ ասացի տրամաբանության մեջ ամեն ինչ կարող է ստացվել։ Մնացած պարագայում շատ ոնց որ խոսեցի, ուսանողական սպորտը փոքր, բայց հաստատուն քայլերով առաջ է ընթանում, ժողովուրդ ջան, ում հետ որ աշխատում ենք, իրենք գիտեն, ում հետ էլ որ նոր պլաններ ունենք, վստահ եմ, որ պետք է շարունակել, որովհետև դա մեր երիտասարդության լավագույն տարիներն են, մեր բոլորիս համար եղել եւ վստահ եմ մեր ուսանողների համար էլ դրանք հետաքրքիր են։